Բարև բոլորին, այսօր խոսենք մի ուրախ քարից, ագաթից։ Կպատմեմ, թե առաջի անգամ որտեղ են հայտնաբերվել, պատմության ընթացքում որ պատմիչն է առաջին անգամ այն հիշատակել, կբացատրեմ, թե ինչպես տարբերեք կեղծ ագաթը իսկական ագաթից եւ հետաքրքիր փաստեր կներկայացնեմ ձեզ։ Մինչև վիդեոն նայելը անպայման բաժանորդագրվեք ալիքին եւ լայքերը դրեք, սկսեցինք։ Ագաթը ստացել է իր անունը Սիցիլիայի Ախատես գետից, որտեղ հնագույն ժամանակներում առաջին անգամ հայտնաբերվել է։ Այն վուլկանիկ ծագում ունի եւ կազմված է քվարցի մանր շերտերից, իրեն տալով զարմանալի նախշեր ու գույներ։ Հռոմեական բնութագրերում նշվում է, որ Թերոդոտոսը Քրիստոսից առաջ մոտ 371-ից 281 թվականներին, որը եղել է Արիստոտելի աշակերտը, իր աշխատություններում նշվում է ագաթ քարի մասին։ Այսինքն Քրիստոսից առաջ 4-րդ եւ 3-րդ դարերում ագաթը արդեն հայտնի եւ գնահատված քար էր։ Ագաթից պատրաստված սափորներ եւ զարդեր են հայտնաբերվել, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ 1000-ից 1500 թվականներին։ Ագաթը օգտագործվել է դեռևս Քրիստոսից առաջ 3000 թվականը, իսկ առաջին գրավոր հիշատակումը Քրիստոսից առաջ մոտ 300 թվականին է եղել։ Այսինքն, դա մի քար է, որը ուղեկցում է մարդկանց արդեն 5000 տարի։ Հին ժամանակներում մարդիկ ագաթը դնում էին ջրի մեջ, հավատալով, որ այն մաքրում է հեղուկը։ Կան ագաթի տարբեր տեսակներ՝ մոսային, կրակային, կապույտ եւ լենտային։ Նրանք ունեն տարբեր հատկություններ։ Ցավոք շուկայում հաճախ հանդիպում են ներկված ապակյա ագաթներ։ Ահա մի քանի պարզ խորհուրդ, ինչպես տարբերեք իսկականը կեղծից։ Ստուգեք նախշերը։ Իսկական ագաթը ունի բնական ասիմետրիկ շերտեր։ Երկրորդը, նայեք լույսի տակ։ Իսկական ագաթը ունի թեթև թափանցելիություն։ Մոսային ագաթ համարվում է բնության հետ կապող քար։ Կրակային ագաթ, ասում են, տաքացնում է մարմինը եւ դրանով լավացնում է արյան շրջանառությունը, լավ է նաեւ մարսողության համար։ Կապույտ ագաթ համարվում է օգտակար կոկորդի շնչառական համակարգի համար, նաեւ իջացնում է արյան ճնշումը։ Լենտային ագաթ համարվում է, որ ուժեղացնում է կենտրոնացումը ու հիշողությունը, նաեւ օգնում է նյարդային համակարգին։ Չնայած որ այս հատկությունները գիտականորեն հաստատված չեն, շատ մարդիկ վստահում են այս քարի էներգիային եւ օգտագործում են այս հատկությունների համար։ Շումերական քաղաքներում ագաթի հայտնաբերված կիրառությունը գնում է մինչև 2000-ից 3000 թվականները։ Մի մոռացեք լայքել, բաժանորդագրվել, մեկնաբանություն գրել, թե մյուսը ինչ թեմայի մասին խոսեմ։ Անպայման լայքեք եւ բաժանորդագրվեք ալիքին, ցտեսություն։